Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, ես քիչ առաջ մի գրառում արեցի, չափազանց կարևոր, գուցե դրանից ավելի կարևոր հարց այսօր գոյություն չունի, ուրեմն մի խնդրի մասին, որը կարծես այնքան էլ մեր հասարակության և առավել ևս մեր պետական մարմինների ուշադրությունից ուրեմն մի քիչ վրիպել է, այնքան էլ այն ուշադրությունը չի ստացել, ինչը որ պետք էր ստանալ։ Ինչի մասին է խոսքը։ 1.5 օր առաջ, 2 օր առաջ գրեթե, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը վերջնագիր էր ներկայացնել Իրանին, ասելով, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, ապա 48 ժամ անց կհետևի հարված Իրանի էներգետիկ ամբողջ ենթակառուցվածքին և այդ ենթակառուցվածքը կոչնչացվի, սկսելով ամենամեծ էլեկտրակայանից։ Դա նշանակում է այսպես տոտալ պատերազմ ամբողջ բնակչության, ամբողջ ժողովրդի դեմ, քանի որ այսօր էլեկտրականությունից զրկել այդպիսի մի մեծ ահռելի երկիր հավասար է գրեթե ատոմային ռումբի օգտագործմանը։ Իրանը ի պատասխան հայտարարել էր պաշտոնապես, որ եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը համարձակվեն հարվածել իր էներգետիկ համակարգին, ապա ինքը անմիջապես կոչնչացնի և Իսրայելի, և ծոցի արաբական միապետությունների էլեկտրական համակարգի բոլոր ենթակառուցվածքները։ Եվ այդ վերջնաժամկետը լրանալու էր վաղը Երևանի ժամանակով 5:45, այսինքն այս պահից սկսած մոտ մի 8 ժամ հետո։ Լսել եք այդ մասին որևէ բան մեր պետական այրերից, որևէ անհանգստություն, չէ՞ որ մեր հարևան պետությունն էր ենթարկվելու մի ահավոր հարվածի, որից հետո պատերազմը տեղափոխվելու էր բոլորովին այլ մակարդակի վրա, այլ ընթացք էր ձեռք բերելու, մի ընթացք, որտեղ կարմիր գծերը իսպառ վերանալու էին։ Ինչով էին զբաղված մեր պետական այրերը։ Մետրոներում և փողոցներում ման գալով, մարդկանց տարբեր իրենց գաղափարախոսության համապատասխան քարտեզներ բաժանելով կամ փորձելով բաժանել այդ քարտեզները, որտեղ մարդիկ չէին ընդունում շատերը այդպիսի Հայաստանի կրծած սահմաններով քարտեզ, սա էր նրանց անելիքը։ Միթե սա էր, որ պետք է այս ծանր օրերին զբաղվեին։ Իսկ ինչ էր լինելու դրանից հետո, մի տարբեր ենթադրություններ կարող ենք անել, բայց ենթադրություններ հիմնավոր, այսպես ենթադրություններ, սկսած նրանից, որ իսկապես Հայաստան կարող էին մտնել 100,000-ավոր իրանցիներ, փախստականներ, քանի որ այդ հարձակումը փաստորեն զրկելու էր ամբողջ Իրանը, գուցե ոչ մեկ օրում, այլ մի քանի օրվա, մի քանի շաբաթվա ընթացքում, եթե հետևողականորեն խփեին բոլոր էլեկտրակայաններին, իսկ դրանք այնտեղ մոտ 150-ից ավել են, ապա պատկերացրեք ինչ վիճակ էր տիրելու այդ երկրում։ Դա մի խնդիր։ Մյուս խնդիրը ռազմական առումով այս հարցը անմիջականորեն վերաբերում էր Հայաստանին։ Ինչու՞։ Որովհետև Իրանը խփելով ծոցի երկրների, այդ Բահրեյն, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Քաթար, Արաբական Էմիրություններ, գուցե նաև Օման, այս երկրներին հարվածելով, այրելով նրանց ամբողջ նավթն ու գազը և էլեկտրական ուրեմն ենթակառուցվածքներ էլեկտրականության,
Միթե Իրանը չէր միաժամանակ հարվածի նաև ադրբեջանական էներգետիկ համակարգերին։ Ես կարծում եմ դա շատ հավանական եւ գուցե նաև անխուսափելի մի քայլ էր լինելու, որովհետեւ ինչ իմաստ ունի այրել այդ ամբողջ տարածքը, որտեղից ի դեպ ուղիղ նավթ չի հոսում դեպի Իսրայել։ Թեև այդ պետությունները, դրան հատկապես մի քանիսը դրանցից Արաբական Էմիրությունները, Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան նաև այսպես կողմնակի կերպով սատարել են միշտ Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին տարբեր իրենց գործողություններում Մերձավոր Արևելքում, բայց այդ երկրներից նավթ այսպես խողովակով ուղիղ չի հոսում դեպի Իսրայել, իսկ Ադրբեջանից հոսում է։ Ադրբեջանից հոսում է դեպի Թուրքիա Բաքու Ջեյհան նավթամուղով, որտեղից արդեն լցանավերով տարվում է Իսրայել։ Այն բոլոր խոսակցությունները, որ Թուրքիան անում է, թե իբր քննադատում է Իսրայելին ցեղասպանության համար Գազայում, սա նա եւ այլն, դրանք խոսակցություններ են, իսկ իրականում Թուրքիան փաստորեն պահում է Իսրայելի թիկունքը, իսկ Ադրբեջանը ուղղակիորեն հանդիսանում է Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցը իսլամական աշխարհում։ Թեև Ադրբեջանին համարել իսլամական պետություն, մաքուր իսլամական պետություն մի քիչ բարդ խնդիր է, որտեղ այնտեղ, չգիտեմ, իրավիճակը մի փոքր այլ է։ Ուրեմն Իրանը կարծում եմ կհարվածեր Բաքու Ջեյհանին եւ դեռ գուցե հարվածի, որովհետեւ Թրամփը այսօր մի քանի ժամ առաջ, մոտ 6 ժամ առաջ ելույթ ունենալով հայտարարեց, որ իբր բանակցությունների մեջ է մտել Իրանի հետ, այդ բանակցությունները լավ են անցել, մարդկանց անունները չտվեց, թե ում հետ է բանակցությունների մեջ մտել, եւ 5 օրով ասաց հետաձգում եմ այս հարվածը։ Իրանից իհարկե հերքել են, ասել են որևէ բանակցություն, ոչ ուղղակի, ոչ անուղղակի բանակցություններ Միացյալ Նահանգների հետ չեն վարվել, դա բոլորը կեղծ նորություններ են, fake news են, բայց ամեն դեպքում ամենայն հավանականությամբ շուկաները հանգստացնելու համար, համաշխարհային շուկաները հանգստացնելու համար, որոնք այսօր չեն ստանում նավթի եւ գազի, նաեւ պարարտանյութերի ահռելի խմբաքանակներ, Թրամփը այդպիսի հայտարարություն արեց։ Ես քիչ հետո կասեմ, թե իրավիճակը պատերազմում ինչպիսին է, բայց մի փոքր կենտրոնանամ այս Բաքու Ջեյհանի վրա։ Ուրեմն տեսեք, 5 օրով է ընդամենը հետաձգվել Միացյալ Նահանգների այդ սպառնալիքը հարվածել Իրանի էներգետիկ համակարգին։ 5 օրը աչքներս չենք թարթի, կանցնի կգնա։ Ինչպես է Հայաստանը պատրաստվում գալիք ծանր փորձություններին, որովհետև եթե այդ բոլոր հարվածները հասցվեն, նաև Ադրբեջանին հարվածները հասցվեն, հայտնի չէ, թե ինչպիսին են լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի քայլերը, նրանք կարող են հակահարված տալ, այդ հակահարվածը կարող է լինել նաև Հայաստանի տարածքի վրա, որովհետև Հայաստանը Իրանի դեմ մղվող այս մեծ պատերազմի իրականում հյուսիսային ճակատն է Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, այս ճակատը դեռևս քնած է, ընդ որում Հայաստանը Իրանի համար ամենաբարեկամական, այսպես տարածքն է, սահմանն է, իսկ արդյոք Իրանի թշնամիները չեն ուզենալու փակեն այդ սահմանը Իրանի համար, բնականաբար ցանկանալու են այդպիսի բան անել, հենց դրա համար էլ Թրամփի այդ ուղին, այդ թրիփ կոչվածը որոշել են անցկացնել հենց Իրանի սահմանի երկայնքով Հայաստանում, որը համապատասխանում է ինչպես
Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, իրենց այդ Զանգեզուրի միջանցք են անվանում, ես էլ Թուրանական միջանցք եմ հաճախ անվանում, այդ Թուրանական միջանցքը համապատասխանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, բայց միաժամանակ նաեւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերին, որովհետեւ փակելու է Իրանի համար իր ամենաբարեկամական սահմանը Հայաստանի հետ, թեև այդ սահմանը փոքր է, բայց ունի ռազմավարական նշանակություն, այդ սահմանը տանում է Իրանին, այսպես ճանապարհ, ուղիղ բաց ճանապարհ է, վստահելի ճանապարհ է դեպի Եվրասիական մայրցամաք եւ դեպի Եվրոպա միաժամանակ։ Ուրեմն 5 օր հետո այս սցենարը, որը ես նկարագրեցի, կարող է այնուամենայնիվ կիրառվել։ Ինչու՞։ Հիմա գանք պատերազմի ներկա վիճակին։ 23 օր, 24 օր պատերազմը շարունակվում է եւ Իրանը չի պարտվում։ Եվ ես քանիցս ընդգծել եմ, որ եթե Իրանը չի պարտվում, նշանակում է հաղթում է, ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Իրանին հաղթելու համար անհրաժեշտ է ընդամենը պահպանել իր տարածքային ամբողջականությունը, իր զինված ուժերը եւ իր պետական կառավարման համակարգը, գոյություն ունեցող համակարգը, իսլամական հանրապետության համակարգը։ Մինչև այս պահը Իրանը փայլուն այդ խնդիրը լուծել է, միաժամանակ հասցնելով իր թշնամի ագրեսոր պետություններին հզոր հակահարվածներ։ Տեսնելով այս իրավիճակը, նաև հասկանալով, որ փաստորեն պատերազմը մտնում է մաշող, հյուծող պատերազմի փուլ, կամ արդեն իսկ մտել է այդ պատերազմի փուլ, որտեղ սկզբից նախատեսում էին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այսպիսի գլխատող հարվածներով, ոչնչացնելով Իրանի պետության ղեկավարներին, բանակի ղեկավարներին, անվտանգության համակարգի ղեկավարներին, տապալել պետությունը, տապալել այդ ամբողջ համակարգը եւ հույս ունեին, թե նրան փոխարինելու կգա մի այլ ուժ, գուցե եղած ուժի ներսից, կամ բոլորովին այլ ուժ, այն ընդդիմադիրները, որոնք ցույցերի էին դուրս եկել հունվարի սկզբին, կամ գուցե երկիրը պարզապես մասնատվի, քայքայվի, սկսվեն խժդժություններ, քաղաքացիական բախումներ, էթնիկ հողի վրա տեղի ունենան ինչ-ինչ անկարգություններ, այդ դեպքում նաև հենց Ադրբեջանը կարող էր հյուսիսից մտնել Իրան, քրդերը կարող էին Իրաքի հյուսիսից մտնել Իրան, ակտիվանալ մի շարք այլ ահաբեկչական խմբավորումներ, որոնք տասնամյակներով գործում են Իրանում, բայց այդ սցենարը տապալվեց։ Իրանը ամուր մնաց, ընդհակառակը երկիրը ել ավելի համախմբվեց պետության դրոշի ներքո, իրանական այսպես պետականության գաղափարի շուրջ եւ շատ ամուր կանգնած է իր ոտքերին, թեև կրում է սարսափելի ծանր հարվածներ, բայց իր հրթիռային եւ ԱԹՍ-ների այս հարվածներով ոչ միայն այսպես շարունակում է նեղել, այլև շարունակում է գրեթե խեղդել եւ ծոցի երկրներին, որոնք տարածք են տրամադրում Իրանի դեմ հարձակումների համար եւ ամերիկյան բազաների համար, եւ Իսրայելին, որտեղ 23 օրեր բնակչությունը հանգիստ ու դադար չունի, ոչ դպրոցներն են աշխատում, ոչ բիզնեսներն են նորմալ գործում, մարդիկ պարզապես քնում, զարթնում են, մի քանի ժամով հասցնում են դուրս գալ ապաստարաններից, ապա այն անմիջապես վազում են ապաստարաններ, որովհետև օրվա ընթացքում, հատկապես վերջին օրերին, ավելացել են այդ համազարկերը հրթիռային Իրանից եւ նույնիսկ անկախ նրանից, թե որտեղ են իջնում այդ հրթիռները եւ խոցում որևէ թիրախ, նույնիսկ անկախ դրանից, եթե նրանք հասնում են արդեն
Իսրայելի օդային տարածք, ամբողջ երկիրը դատարկվում է, փողոցները դատարկվում են, մարդիկ վազում են ապաստարաններ։ Վերջին օրերին օրական 5, 6, 7, 8 անգամ են այդ ապաստարանների ազդանշանները, շչակները, ուրեմն ազդանշան տալիս մարդիկ, որպեսզի չմնան տներում կամ աշխատավայրերում։ Ահա որ հոգնած է Իսրայելի ժողովուրդը, ցույց չեն տալիս իրական զոհերին, ուժեղ գրաքննություն է գործում։ Ուրեմն այս ամեն ինչից հետո Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պետք է մտածեին, թե ինչ են անելու, որպեսզի դուրս գան ծանր վիճակից, որպեսզի պատերազմը բերեն իրենց ցանկացած հունի մեջ, որտեղ իրենք չեն հաղթում, ընդհակառակը իրենք պատրաստ չեն իրենց հասարակությունները երկարատև պատերազմների։ Ոչ Իսրայելի հասարակությունն է պատրաստ, ոչ էլ Միացյալ Նահանգների։ Առավել եւս որ Հորմուզի նեղուցը փակելով եւ բազմաթիվ արդեն հարվածներ հասցնելով նավթագազային արդյունաբերությանը, օրինակ Քաթարի գազային ամբողջ համալիրը շարքից հանելով, իսկ այդ համալիրը ապահովում էր համաշխարհային շուկայում հեղուկացված բնական գազի 20%-ը։ Պատկերացնում եք, ուրեմն դա վերականգնելու համար նախ ամիսներ են պետք, գուցե 1 տարի է պետք, 2 տարի է պետք, հայտնի չէ։ Արդեն իսկ գները բարձրացել են ամբողջ աշխարհում, նաև Միացյալ Նահանգներում։ Ուրեմն երկար այս ընթացքը Իսրայելն ու Ամերիկան չեն կարող գնալ, մեծագույն ճնշում է լինելու Թրամփի վրա եւ երկրի ներսից եւ երկրի դրսից տարբեր պետություններ ճնշում են գործադրելու նրա վրա դադարեցնելու համար այս պատերազմը, ինչպես նաև ասացի, երկրի ներսում մարդիկ բողոքելու են գների աճից, որտեղ վառելիքի գինը արդեն իսկ աճել է, բայց շատ ավելի է աճելու, իսկ վառելիքի գնի հետ ամեն ինչի գներն են աճելու։ Եվ որպեսի դուրս գան այդ իրենց համար ոչ ցանկալի ընթացքից, մտածել էին ահա այդպիսի մի ռազմավարություն կիրառել, հարվածել Իրանի էներգետիկ համակարգին, որը պատերազմական հանցագործություն է իրականում։ Բայց փաստորեն վախեցան Իրանի պատասխանից։ Վախեցան եւ հիմա ինչ որ ելքեր են փնտրում, որոնք չեն գտնում։ Այնինչ այսօր արեց Թրամփը, ընդամենը հանգստացրեց մի փոքր 1, 2, 3 օրով գուցե շուկաները հանգստացրեց, վառելիքի գները մի փոքր իջան, մոտ 10%-ով նավթի գինը իջել է, բայց չես իմանում վաղը կարող է նորից բարձրանալ, ոչ թե 10%-ով, այլ 15%-ով, կամ մի քանի օր հետո աճ արձանագրել։ Մեզ համար շատ կարևոր են այս օրերը։ Իրանը կարող է ուղղակիորեն հարվածել եւ Բաքու Ջեյհանին եւ նրան սպասարկող այդ ամբողջ նավթա արդյունաբերական Բաքվի համալիրին։ Ինչ կլինի դրանից հետո Հայաստանը ինչ հարվածների տակ կարող է հայտնվել ադրբեջանա-թուրքական, այդ մասին պետք է մտածել, այդ քայլերի, ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, իսկ մեզանում տեսնում եք ինչ է կատարվում։ Կարճ ասած, պետք է շատ ուշադիր հետևել եւ փորձել, չգիտեմ, զգոնության բերել մեր այս ոչ բարով պետության ղեկավարությանը, թեև դա գրեթե անհնար խնդիր է, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, ինչ փուլում է գտնվում իրանական մեծ պատերազմը, որի հյուսիսային ճակատը մենք ենք։ Շնորհակալություն ուշադրության համար։